ամիսներով, այդ 2 տարվա մեջ 6 ամիս ես ընդհանրապես աշխատավարձ չեմ ստացել։ Հայաստանում աշխատանքային իրավունքի խախտումները տարեցտարի աճում են, կամ էլ աշխատողներն են սկսել ավելի շատ բարձրաձայնել իրենց խնդիրների մասին։ Անահիտը 2 տարի Քանաքեռ Զեյթունի ծննդատանն է աշխատել, որը դեռ անցած տարվա օգոստոսից ֆինանսական խնդրի պատճառով փակվեց։ Անահիտը, ինչպես եւ շատ այլ աշխատողներ, դիմել են դատարան, որպեսզի վճարվի իրենց աշխատավարձը։ Բնականաբար դատարանը որոշել է, որ աշխատավարձը պետք է վճարել, բայց ինչի չի կատարվում, ասում են չկա հարկադիր, գնացել հարկադիր ծառայություն, ասում է այնտեղ միայն շենքն է, որը պետք է վաճառել եւ վճարել աշխատողներին։ Դե ուրիշ վաճառելու բան չկա։ Աճուրսի պիտի հանվի շենքը։ Իսկ դա երբ կլինի, ոնց կլինի, դա էլ անհայտ։ 2024 թվականին աշխատանքի տեսչության թեժգից 7824 զանգ է ստացվել, ինչը գրեթե 50%-ով ավելի է 2023-ի ցուցանիշից։ Տեսչական մարմնում 2024 թվականի ընթացքում ստացվել է 864 դիմում բողոք։ 2023-ին դրանց թիվը եղել է 833, իսկ 2022-ին շուրջ 700։ Հայտնաբերված խախտումները լինում են աշխատանքային պայմանագիրը լուծելից վերջնահաշվարկ չվճարելը, կամ ասենք չօգտագործած ամենամյա արձակուրդի օրերը չվճարելը, արտաժամյա գիշերային ծանր վնասակար աշխատանքներ կատարելու արդյունքում այդ վնասակարության համար նախատեսված հավելումներ չսահմանելը եւ չվճարելը, հիմնականում դրանք են, քիչ չեն նաեւ աշխատողների աշխատանքային պայմանագրերը անհիմն լուծելու դեպքերը։ Աշխատանքային իրավունքների պաշտպանության փաստաբանական գրասենյակում փաստում են, եթե նախկինում ավելի շատ պետական սեկտորում էին լինում խախտումներ, հիմա մասնավորում է։ Հաճախ են լինում նաեւ ուսանողների շահագործման դեպքեր։ Երբ փորձաշրջան են կանչում, հետո ասում են, որ չեն վերցնի աշխատանքի։ Իմ ուսանողների մեջ էլ կան այդ նույն անչափահաս անձինք, որոնք աշխատում են սպասարկման ոլորտում, սուպերմարկետներում, բավականին ծանր պայմաններում, այսինքն աշխատաժամերն են չկարգավորված իրենց դեպքում, արտաժամյա աշխատանք, գիշերային աշխատանք, այնտեղ հանգստի մնում էր, նույնիսկ մի ուսանող պատմեց 3-4 ժամ։ Օրինակ գիշերը ժամը 3-ին գնում է տուն եւ ժամը 8-ին կամ 7-ին պետք է գա նորից աշխատանքի։ Աշխատանքային իրավունքի խախտումները առավել հաճախ արձանագրվում են շինարարության, հանքարդյունաբերության, սպասարկման, կրթության ու առողջապահության ոլորտներում։ Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահի խոսքով մեկ այլ խնդիր է առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններով աշխատողներին չապահովելը, ինչը հիմնականում լինում է շինարարության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտում։ Բայց արդյոք միայն գործատուներն են մեղավոր իրավունքների խախտումների համար։ Հիմնական բացը պարտավորությունների չկատարումը ընկած է միանշանակ գործատուների, տնտեսվարողների եւ պետության վրա միանշանակ։ Երբ որ ասում է աշխատողն են մեղավոր, թեկուզ շինարարության ոլորտը չէր կապվել եւ ընկավ կամ ինքը այսպես գիտեք գործատուի մեղավորությունն է։ Այսինքն մենք չենք կարող թույլ տալ, որ աշխատողը այդ առանց համազգեստի, առանց կապվելու, առանց բանի բարձրանա վերև։ Եթե անգամ նա դա արել է, էլի գործատուի մեղավորություն, դա ինքը պիտի թույլ չտար։ Ավելին գործատուն ունի նկատողություն տալու, խիստ նկատողություն, անգամ աշխատանքից ազատելու իրավունք, եթե խախտվում է այդ կարգապահությունը։ Չնայած խախտումներին, մասնագետները փաստում են, որ այժմ աշխատողներն ու գործատուներն ավելի ուշադիր են դարձել իրենց իրավունքներին ու ավելի պահանջատեր։ Վերջին տարիներին գնալով աճում են աշխատանքային վեճերը կարգավորելու համար դատական հայցերը։ Այժմ նաև գրեթե պատրաստ է նոր նախագիծ, որը հնարավորություն կտա աշխատանքային վեճերն արտադատական համակարգի միջոցով լուծել։ Արտադատականի ներդրումը դա առաջի հերթին լուծում կարճ ժամանակում լուծել առկա խնդիրը ու վերջի լուծումը ոչ թե վճռի տեսքով բերել, այլ համատեղ որոշում, որ համաձայնում են տվել խնդրի լուծման։ Ու հետագայում դա ույս ավելի մեծ շանսեր է տալի աշխատող գործատու հարաբերության շարունակվելու։ Եվ ամենակարևորը դա անվճար է, ամենակարևորը որ նախատեսվում է որ դա անվճար լինելու ու բավական կարճ ժամկետում քննարկվել, ինչը հնարավորություն տալի ավելի
ավելի այն խոչընդոտը, որ կա, վեճի նվազեցնել։ Տեսչական մարմինը աշխատավայրերում ստուգումներ կատարելուց 3 օր առաջ նախապես ծանուցում է ուղարկում, ինչը մասնագետների խոսքով նվազեցնում է խախտումները ժամանակին բացահայտելու հնարավորությունը։ Տեսչական մարմնից հայտնում են, որ նախատեսվում է վերանայել օրենքի այս դրույթը։ Մեկ այլ փոփոխություն է աշխատանքային պայմանագրերի թվայնացումն ու էլեկտրոնային ստորագրությունը, որոնք 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր կլինեն։ Իսկ թե որքանով այս ու այլ փոփոխություններ կօգնեն նվազեցնել աշխատանքային իրավունքի խախտումները, մասնագետները դժվարանում են պատասխանել։